Օրհնություն Դավթի որդուն, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն բարձրունքներում։ Այսօր ծաղկազարդն է, և մեր եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ Բնականաբար Աստվածաշունչը երբ ընթերցում ենք, մենք տեսնում ենք, որ Քրիստոս մեկ անգամ չէ, որ գնում է Երուսաղեմ, բայց այս մուտքը Երուսաղեմ տարբերվում էր մնացյալ բոլոր մուտքերից, որովհետև այս անգամ Հիսուս Քրիստոս Երուսաղեմ է մտնում նստած էշի և էշի քուռակի վրա, ինչը բնականաբար կատարումն էր այն մարգարեության, որ ասում է, թե նայիր դուստր Սիոնի, նայիր և ցնծա, որովհետև քեզ մոտ է գալիս քո թագավորը, որ արդար, փրկագործ և խոնարհ թագավոր է, նստած էշի և էշի քուռակի վրա։ Եվ ահա, երբ Հիսուս Քրիստոս նստած ավանակի վրա մտնում է Երուսաղեմ, մարդիկ հիշում են այս մարգարեությունը և սկսում են ուրախանալ, հասկանալով, որ սա թագավոր է, որ գալիս է քաղաք, և սկսում են բարձրաձայն գովաբանել, ասելով, թե օրհնություն Դավթի որդուն, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն բարձրունքներում, տողեր, խոսքեր, որոնք հրեաները կարող էին ասել միայն թագավորին դիմավորելիս, և նրանք դիմավորում են Քրիստոսին իբրև թագավորի, ծառերից ճյուղեր պոկելով և իրենց շորերը այդ ճյուղերի հետ միասին նրա առաջ փռելով, որպեսզի նա դրանց վրայով իր հաղթական մուտքը գործի Երուսաղեմ։ Բայց Հիսուս Քրիստոս մոտենալով Երուսաղեմին և տեսնելով այս ամբողջ պատկերը արտասվում է ասելով Երուսաղեմին, գոնե այս օրերին գիտակցեիր քո խաղաղությունը, փրկությունը։ Մենք շատ հազվադեպ ենք տեսնում Հիսուս Քրիստոսին արտասվելիս, և այսօր Հիսուս Քրիստոս արտասվում է, որովհետև մարդիկ չեն գիտակցում, թե ինչ թագավոր է մտնում։ Նրանք նրան դիմավորում են իբրև թագավորի, սպասելով նրանից ռազմական հեղաշրջումներ և նյութական տարատեսակ բարիքներ։ Բայց Հիսուս Քրիստոս բերել էր ոչ թե ռազմական հեղաշրջում, այլ հոգու հեղաշրջում։ Նա բերել էր ոչ թե նյութական փրկություն, այլ հոգևոր փրկություն։ Եվ այս մարդիկ այդպես էլ դա չէին հասկանում։ Հիսուս Քրիստոս, երբ գնում է Երուսաղեմ, իր աչքերի առաջ ունենում է իր խաչելության դրվագը։ Նա հասկանում է, որ օրեր անց նա պիտի խաչվի։ Եվ այդուհանդերձ գնում է Երուսաղեմ, որովհետև դա իր սիրո դրսևորումն էր ուղղված այն մարդկանց, որոնք այնտեղ բնակվում էին, որոնք առհասարակ ապրում էին և սպասում էին Մեսիայի գալստյանը։ Տեսեք, երբ Հիսուս Քրիստոս մտնում է Երուսաղեմ, նա ուղիղ գնում է տաճար, և այնտեղ շուռ է տալիս առևտրականների տաղավարները, մաքրում է տաճարը նրանցից և դուրս է գալիս և հեռանում է Երուսաղեմից։ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ գալու նպատակը տաճար գնալն էր, որտեղ համաձայն օրենքի կատարվում էր զոհաբերությունը մարդկանց մեղքերի քավության համար։ Այս քայլով Հիսուս Քրիստոս բացատրում է, որ ես թագավոր եմ, որը գալիս է զոհաբերվելու ձեզ համար, իր կյանքը տալու ձեզ համար, խաղաղություն և սեր այդ զոհաբերության միջոցով ձեզ փոխանցելու համար։ Սակայն այն մարդիկ, որոնք նրան դիմավորում էին խնդությամբ և ուրախությամբ, հետագայում փախնում են, հետագայում չեն ընդունում նրան, և շատերը անգամ մասնակցում են նրա խաչելությանը։ Ինչու՞։ Միթե նրանք և մենք այսօր չէին ցանկանում տեսնել այդ խաղաղությունն ու սերը և երջանկությունը։ Իհարկե ցանկանում էին, բայց այստեղ խնդիրը այլ է։ Շատ մարդիկ շատ պատճառներ կունենան մերժելու Հիսուս Քրիստոսին, և նրանք էլ ունեին իրենց պատճառները, բայց երբ մենք այդ բոլոր պատճառները միախմբում ենք, հասկանում ենք, որ դրանց արանքում ընկած է պարզ մի ճշմարտություն։ Մենք չենք սիրում ինքներս մեզ։ Դրա համար հրաժարվում ենք և մերժում ենք նրան, ով սեր է բերում մեզ։ Մինչդեռ Հիսուս Քրիստոսի քայլը, զոհողությունը, սիրո բարձրագույն և ամենամաքուր դրսևորումն էր, որ կարող է լինել մեզ բոլորիս համար։ Այսօր ծաղկազարդի օրը Հիսուս Քրիստոս կրկին թագավորավայել նստած ավանակի վրա մուտք է գործում մեր Երուսաղեմ, գալիս է դեպի մեր տաճարը, գալիս է դեպի մեր սրտերը, զոհաբերվելու համար մեր մեղքերի դիմաց և մեզ քավություն, մաքրություն, սրբություն և դրանով նաև փրկություն բերելու համար։ Միթե այսօր էլ մենք պիտի փակենք մեր սրտի դռները, թե մենք պիտի բացենք այնտեղ ճյուղեր և շորեր գցելով դիմավորենք Հիսուս Քրիստոսին իբրև թագավորի։ Իսկ այդ ճյուղերն ու շորերը կարող են լինել մեր միայն աղոթքներն ու բարի գործերը, զղջումը մեր մեղքերի դիմաց։ Արդյոք մենք այսօր պատրաստ ենք ընդունելու Քրիստոսին։ Եկեք պատրաստվենք, եկեք ընդունենք Քրիստոսին և Քրիստոսով սովորենք սիրել ինքներս մեզ, որովհետև այդ սիրո մեջ է թաքնված մեր փրկությունը։